Բարև ձեզ։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում տաղավարում շարքի հերթական հաղորդումն է եւ մենք շարունակում ենք քննարկել մեր կրթությանը, գիտությանը վերաբերող տարբեր խնդիրներ։ Այսօր տաղավար ենք հրավիրել լոգոպեդ մանկավարժ Քրիստինե Խառատյանին։ Քրիստինա, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Իմ ձեռքին է ձեր հրատարակած գիրքը լոգոպեդական վաղմիջամտության մոդելը։ Վերնագիրը երկար է, ես հակիրճ եմ ասում, հայերեն, անգլերեն եւ ռուսերեն։ Միտեղ կարդացի գրքի մասին, որ սա միայն գիրք չէ, հա, սա փոփոխությունների գործիք է, սկսած փոքր փոփոխություններից մինչև մեծ հաղթանակներ, ինչ փոփոխությունների եւ ինչ հաղթանակների մասին է խոսքը։ Սիրով, լոգոպեդական վաղմիջամտության մոդելը, եթե կրճատենք վերնագիրը, աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաների աշխատանքային ուղեցույց է համարվում, հետևաբար փոփոխությունները դա է նկատի ունեմ, ուղեցույց եւ մասնագետների համար, եւ ծնողների համար, եւ ուսանողների համար, եւ ինչ փոփոխությունների մասին է խոսքը։ Փոքրիկ քայլերից մեծ արդյունքներ, դա անգլերեն տարբերակի հակիրճ վերնագիրներ եւ ի նկատի ունենք վաղմիջամտությունը, վաղմիջամտության պայմաններում փոքրիկ քայլերից դեպի մեծ հաջողություններ, գիտենք բոլորիս քաջ հայտնի է, որ երեխայի զարգացման փուլերը ընթանում են ոչ թե տարիներով, այլ օրերով, կարելի է ասել, եւ հետեւաբար ամեն մի օրը կարեւոր է երեխայի զարգացման համար։ Հետևաբար փոքրիկ փոփոխությունները բերում են մեծ փոփոխությունների, նախապատրաստելով երեխային իր ապագա կյանքին, դպրոցին այս պարագայում, որովհետև վաղմիջամտությունը մինչև 6 տարեկան է նկատի ունեմ ես շեշտադրելով։ Մենք այդ տարիքին դեռ կանրադառնանք, Քրիստինե, հայերեն, ռուսերեն եւ անգլերեն եք հրատարակել նույն գիրքը։ Ովքեր են ձեր մտքում սրանց ընթերցողները եւ այսինքն թիրախային լսարան ում նկատի ունեք եւ արդյոք անգլերենը եւ ռուսերենը, հա, օտար երկրների ընթերցողների համար է նախատեսված, թե տեղացիներին դարձյալ նկատի ունեք։ Մի փոքր սկսեմ սկզբից, երբ հղացավ միտքը գիրք ունենալու 2007 թվականից, երբ ես նոր սկսեցի իմ աշխատանքային գործունեությունը այս դժվարին ճանապարհում, այսպես ասած, որովհետև ինձ համար նույնպես կարծում եմ մի շարք մասնագետների համար մինչ օրս հավանաբար աուտիզմի սպեկտրը չբացահայտված եւ ամենաբարդ խնդիրների դաշտն էր հանդիսանում եւ երբ ես սկսեցի այդ գործընթացը ինքս էլ էի ուզում հասկանալ արդյոք ես կարող եմ այստեղ լինել օգնելու համար արդյոք ես կարող եմ ինչ-որ մի բան փոխել եւ այդ ճանապարհի ընթացքում ինձ մոտ մի շարք հարցեր էին ծագում, որոնց պատասխանները փորձում էի գտնել ինքս, քանի որ մեր երկրում դեռ այդ չափ բացահայտված չէր այս ամենը։ Եվ հետեւաբար իմ ունեցած այդ ամբողջ եւ պրակտիկ բազան եւ ինքնուրույն հավաքագրած գիտելիքները եւ նաեւ արտերկրից մեր համագործակցող ընկերների վերապատրաստման փուլերը մի բազա ստեղծեցին, որը որ ցանկություն առաջացրեց, որ ես շարունակությունը դնեմ գիտության մեջ եւ այս հավաքագրած տվյալների ամբողջ փաթեթով ես որոշեցի գիտական աշխատություն ներկայացնել եւ պաշտպանեցի դիսերտացիա հենց այս թեմաներով հայկական պետական մանկավարժական համալսարանում եւ պատիվ ունեցա ներկայացնել նաեւ իմ աշխատանքը իմ դասախոսական անձնակազմին նրանցից շատ բան սովորեցի գիտական ասպարեզում արդեն ներկայանալու համար ստացվեց պրակտիկայից գիտություն այս անցումը հավաքագրված դարձավ գիրք եւ գիրքը նպատակադրվեց որ լինի ոչ միայն Հայաստանի համար այլ նաեւ ամբողջ աշխարհում ներկայանալու համար ինչու ոչ որովհետեւ տարիների ընթացքում տարբեր երկրներից եկող մասնագետների հետ առնչությունները ցույց տվեցին որ մենք էլ ասելիք ունենք նրանք ողջավորվում էին մեր մոտեցումներով իրենց որպես գիտություն վերջին տեղում չէ մեզ մոտ այդպես հասկանում այո ես կարծում եմ որ մենք նույնպես ասելիք ունենք եւ պետքա չհամաչենք դրանից քանի որ տարբեր մեթոդներ որոնք որ բերվում են արտերկրից եւ մեր կողմից գործարկվում են մեր ազգային մենտալիտետը մասնագիտական այդ
նրբանկատությունը միախառնվելով ստեղծում են ավելի հետաքրքիր մոտեցումներ, որոնք որ սիրելի են նաև արտերկրից եկող մեր գործընկերների կողմից եւ դա մոդելի վերածվեց իմ կարծիքով իմ դեպքում եւ ինչու չկիսվել արտերկրում նույնպես այդ նպատակով էր եւ հիմա ես կարող եմ բարձրանալ նույնիսկ որ Amazon-ում տեղադրվել է արդեն իմ անգլերեն տարբերակը գրքի անգլերեն տարբերակը գիտենք որ համաշխարհային հարթակ է, որտեղ որ գրքերը, այո, հնարավոր է փնտրել, գտնել, նաև ինչու ոչ Հայաստանից թող ներկայանայինք, մենք այս ասպարեզում թեկուզ փոքրիկ ներդրումս է, բայց ես շատ ուրախ եմ։ Իսկ ռուսերենը իհարկե արդեն արկա տարբերակները ոգեշնչեցին ինձ, որովհետև մի շարք ծնողներ, մասնագետներ հարցնում էին նաև ռուսերեն տարբերակի մասին։ Ովքեր ռուսերեն ավելի հեշտ են կարդում։ Այո, լեզու կրողները եւ նաև ինչու ոչ մենք մեր մոդելով ներկայանանք նաև Ռուսաստանում, որովհետև մենք բոլոր երկրներում հայտնի միջամտության ձևերին եւ մեթոդներին ծանոթ ենք եւ մեր տարբերակը ցանկալի է նաև ներկայացնել այդպես։ Քրիստինա, արդյոք լոգոպեդական վաղ միջամտության բացակայությունը ստեղծում է հետագայում անդառնալի հետևանքներ, այսինքն որ հասուն շրջանում արդեն այլևս անհնար է հասնել այնպիսի հաջողությունների երեխայի հետ աշխատելիս, ինչպես վաղ տարիքում, եւ դուք մի փոքր ակնարկեցիք, ուզում եմ ավելի մանրամասնենք, թե որ շրջանից է սկսվում լավագույն փուլը, հա, իդեալական փուլը, որ շրջանում է երեխայի հետ աշխատելու, որպեսզի արդեն նշած անդառնալի հետևանքներ չլինեն, շտկելի հետևանքներ չլինեն այլևս։ Շատ շնորհակալ եմ հարցի համար, որովհետև անդրադառնում ենք հենց ամենակարևոր կարմիր թելին, հա, իմ մոդելի առանձնահատկություններից վաղ, ինչու վաղ, որովհետև նախ եթե ֆիզիոլոգիայի տեսանկյունից նայենք, երեխայի ճկուն ուղեղը այդ տարիքում է պատրաստ նոր կապեր ստեղծելու, հա, նեյրոնային եւ ի վիճակի է լինում նաեւ մտավոր գործունեության վրա ներազդեցությունը դրական ազդեցություն տալու։ Բացի այդ վաղ տարիքում է, որ երեխան ծնողների անմիջական խնամքի ներքո է եւ տարիքն է դա։ Վաղ տարիքը 0-ից 3 տարեկան հասակն է, իսկ վաղ միջամտության իմ մոդելը մինչև 6 տարեկանն է ներառում, որովհետև լոգոպեդական մոդել է եւ հնարավորությունը երեխայի մոտ խոսք առաջացնելու, վերբալ խոսք առաջացնելու գրեթե ավարտվում է 6 տարեկանում։ Նու 7 տարեկանում էլ, մինչև 7 տարեկան հաշվում ենք խոսքի ամփոփիչ, վերբալ խոսքի ամփոփիչ շրջան եւ անդառնալի ասվածը ձեր հարցի մեջ ես առանձնացրեցի, հենց այդ տարիքն է, եթե երեխան նույնիսկ հավանականություն ուներ խոսք ունենալու, վերբալ խոսք, ապա այդ տարիքը բաց թողած շրջանն է արդեն։ Այո, թվային մանրամասներ կարող եմ ներկայացնել աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող Հետո վիճակագրությանը մենք կգանք։ Ահա, զուտ խոսք ունենալ չունենալու հետ կապված։ Այսինքն եթե մինչև 6 տարեկանը դու երեխային, լավ, այս բառով ասեմ, չես խոսեցնում, հա, չես վարժեցնում, սովորեցնում խոսելու, այլևս դառնում է անհնար, հա։ Այո, վերբալ խոսք։ Կամ գուցե շատ ծանր, շատ դժվար ավելի։ Շատ դժվար, այո։ Այստեղ ես չեմ ուզում որ թյուրիմացությունը լինի, որովհետև այս մեր բալիկների մոտ 30%-ը ոչ վերբալ են լինում, պայմանավորված իրենց ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, իրենց անհատական կենսաբանական հիմքերով, լավ, դրա համար որ կապենք միայն միջամտության բացակայությունը կամ սխալ միջամտությունն էր, որ երեխան այդպես էլ չխոսեց, դա սխալ կլինի։ Այո, բայց թվային տվյալները դա պոտենցիալ ուներ, բայց չաշխատեցինք այդ պոտենցիալի վրա եւ իրեն դարձեցինք արդեն իսկ նման կենսաբանական խնդիր ունեցող։ Այո։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր հարցի սկզբնական մասին, որն է կարևորությունը, հա, վաղի եւ երբ սկսել։ Վաղ սկսել կարելի է հենց սկսել 1.5 տարեկանից, երբ որ արդեն նկատում է ծնողը, որ երեխան բառեր չասելուց բացի նաեւ չի արձագանքում իր անվանը, նաեւ համատեղ խաղի չի ներգրավում Չունի լսողության խնդիր, բայց չի արձագանքում։ Այո։ Չունի խոսքի, հա, խոսելու խնդիր, հա, բայց նորից չի խոսում։ Այո, կարող է Սա նշաններն են, որոնք պիտի հասկանալ, որ կա աուտիզմի սպեկտրի խախտում, այո։ Հնարավոր է լինի, այո, եւ պետք է տագնապել, այո, ահազանգ անել եւ դիմել մասնագետին, որովհետեւ հենց այդ շրջանից սկսած ամեն մի օրը, ինչպես նշեցի, շատ կարեւոր է երեխային փոփոխություններ
գրանցելու համար եւ մտավոր, եւ հաղորդակցական, եւ սոցիալական, եւ տարիքին համապատասխանեցնող խաղի համար։ Քրիստինա, գրքի նախաբանում ես կարդացի, որ այստեղ ամփոփված են 16 տարվա, ձեր ուսումնասիրությունների արդյունքները, նախ շատ երիտասարդ եք երևում 16 տարի արդեն փորձել, այդպես ուսումնասիրություն անելու համար։ Երկրորդ, որտեղ եք, ինչ հետազոտություններ եք արել, որտեղ եք կատարածել այդ հետազոտությունները եւ հետո որն է գրքի գլխավոր առանձնահատկությունը, որ մինչ այդ մեզանում չկար։ Ես հասկանում եմ, որ եթե անհրաժեշտություն է առաջացել հրատարակելու, ուրեմն ինչ-որ բանի պակասը եղել է, որ սա գալիս է լրացնելու, ես ուրեմն հասկանամ ինչն է դա, որ չկար եւ հիմա արդեն այս գրքով կա։ Բայց սկսենք այդտեղից, թե որտեղից եք սկսել ձեր հետազոտությունները, որտեղ եք արել։ Ինչպես նշեցի, 2007 թվականից սկսեցի ես իմ մասնագիտական գործունեությունը պրակտիկ դաշտում եւ ինձ բախտ է շնորհվել, այսպես ասած, լինել Հայաստանում առաջին կենտրոնը, որը աուտիզմի հարցերով էր զբաղվում եւ այդ նպատակով վերականգնողական թիմ ուներ եւ աշխատում էր հենց այս խնդիրները Հայաստանի Հանրապետությունում լուսաբանմամբ։ Դա Արաբկիր երեխաների դեռահասների առողջության ինստիտուտի վերականգնողական Արբես առողջության կենտրոնն է։ Արբես Արաբկիր բժշկական կենտրոնին կից է գործում, թե Արաբկիր բառը պատական է։ Չէ, համարվում է նրա վերականգնողական մի մասնիկն է, այսպես ասած, ես պատվով կարող եմ նշել, որ ես 17 տարիներ աշխատել եմ այնտեղ եւ իմ ամբողջ գործունեությունը եւ հետազոտական աշխատանքը իրականացրել եմ հենց այնտեղ, հենց այդ բազային տվյալները, որոնք որ ես ներկայացրել եմ գրքում, որոնք որ ծավալուն են եւ մեծաքանակ բալիկների թիվ են ի դեպ ոչ բոլորին եմ ներառել իհարկե, բայց բավականաչափ մեծաքանակ է համարվում հետազոտությունների համար, ես այնտեղ եմ իրականացրել եւ ի ուրախություն բոլորիս 2024 թվականին Արաբկիր բժշկական կենտրոնը առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունվեց որպես համագործակցային կենտրոն, այսինքն այդ բազային տվյալները, ուսումնասիրությունը եւ այլն, ինչը որ տեղի ունենում Արաբկիրում եւ Արաբկիրից իր հաստատություններում, դրանք առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նույնպես ընդունվում են։ Ես այսպես եմ հասկանում եւ սա մեծ պատիվ է, որ մենք աշխարհի մասշտաբով 9-րդ երկիրն ենք, որ ներառվեցինք այդ կազմակերպության համագործակցային մասում։ Ճիշտ այժմ ես այնտեղ չեմ աշխատում, բայց իմ գործունեությունը եւ հավաստի տվյալներս այնտեղից են, այդ ինստիտուտի բազայից են, դրա համար շատ ուրախ եմ, որ նաեւ արտերկրում փաստագրված տվյալներ եմ ներկայացնելու եւ ընդունված կլինի, կարծում եմ։ Այդ էր առանձնահատկությունը։ Մենք հարցի երկրորդ մասին անդրադառնամ։ Դա բազան է փորձում ներկայացնել։ Հարցի երկրորդ մասին անդրադառնամ։ Առանձնահատկությունը, ինչպես նախորդ հարցի մեջ նշեցի, վաղն է, վաղ միջամտությունը։ Հաջորդ առանձնահատկությունը ծնողների ներգրավումն է, ինչպես ասացի, այդ վաղ տարիքում է։ Այսինքն այստեղ կներեք, Քրիստինա, այստեղ հատվածներ կան գրքում, որոնք ուղեցույց են ծնողների համար, կան հատվածներ, որոնք ուղեցույց են մանկավարժների համար, բժիշկների, այդպես հասկանամ ես։ Այո։ Եկեք երկրորդ գլխի մի փոքր հատված ներկայացնելուց հարցը ամփոփեմ ձեր հարցի պատասխանը։ Երկրորդ գլխում այդ ուսումնասիրություններս ներառեցի, որտեղ ներկայացված է Հայաստանում մասնագիտական դաշտում ինչ մեթոդներով են աշխատում մեր մասնագետները, ինչպես են վերաբերվում ծնողավարման հայեցակարգին, ինչ մոտեցումներ վաղ եւ ուշ միջամտության հետ կապված, այս ամեն ինչը թույլ տվեց, որ ես իմ մոդելում առանձնացնեմ առանձնահատկություններ, որոնք հենց կոնկրետ իմ առաջադրածի շրջանակներում կարելի է բարձրաձայնել իրավամբ։ Այստեղ վաղ միջամտության հանգամանքն է ծնողավարության հայեցակարգը, որտեղ ծնողը անմիջական ներգրավվածություն է ունենում ոչ միայն պարապմունքներին, այլ նաև իրենց տանը վիդեոնյութեր է պատրաստում, կիսվում է մասնագետների հետ, անընդհատ թիմային աշխատանքի մի մասնիկն է դառնում ռեալ։ Հաջորդը, որ մեթոդական միջամտությունը պարտադիր հաստատագրված մեթոդներ եմ ես
կիրառության մեջ նշանակում հաստատագրված հաստատագրված, այսինքն երբ որ բազմաթիվ փորձարկումներ անցած արտերկրյա, այո, որ նոր չէ բացահայտվում եւ նոր չէ որ երեխան չի դառնում փորձադարձել, արդեն այո, այսպես ասած, այո, երեխան չի դառնում փորձադարձ, արդեն ապացուցված մեթոդների համախմբումն է իմ մոդելի ամենակարևոր առանձնահատկությունը, այսինքն ես հեծանիվ չեմ հայտնագործել, կոպիտ ասած, տրաստի հայտնագործած հեծանիվները գործարկվում են ինչ պայմաններում մանկավարժական, ինչ ժամանականակի մեջ, ինչ մասնագետների թիմային միջամտության շրջանակներում, ծնողավարման դերի ներառումը այս ամենի մեջ եւ նմանատիպ հայեցակարգին բնորոշ կետեր, որոնք որ հենց առանձնահատկություն Քրիստինա, լավ, հիմա իմ մեջ մի հարց ցակեց, որ չկար իմ հարցաշարում Փաստորեն դուք ոչ միայն տեսական հետազոտություններ եք անում, դուք նաև կոնկրետ աշխատող լոգոպեդ եք երեխաների հետ։ Ինձ շատ հետաքրքիր է մարդը ինչ ապրում է ունենում, երբ որ տեսնում է իր աշխատանքի, այդպես արգասիքը, որ ինքը փրկել է, այդ իմաստով փրկել բառը չասենք, բայց նպաստել է, օգնել է, որ սա հաղթարվի եւ ամբողջ կյանքում սա այդ ախտանիշով չապրի։ Արդյոք ունեք վիճակագրություն, թե քանի երեխա եք այդպես նոր կյանք պարգևել, նոր իրավիճակ ստեղծել իր համար, նոր հնարավորություն եւ մարդը ինչ ապրում է ունենում, երբ որ կոնկրետ տեսնում է իր արածի արդյունքը այդ դեպքում։ Ամենասիրելի պահի մասին խոսեցիք, այս գիտական պրակտիկը ներկայանալ եւ այլն շատ կարեւոր է եւ վերջերս եմ սկսել բարձրաձայնել դրա մասին, բայց տարիներ շարունակ ես ապրել եմ հենց ամեն մի այդ փոքրիկ եւ մեծ արդյունքով երեխաների, երբ որ անհույս դեպքով դիմում են կոնկրետ երեխան չի խոսում, չի արձագանքում, վարքային մեծ դժվարություններ ունի եւ չեն կարողանում դաստուճած լինել, ռուսերեն բառով ասեմ, երեխայի հետ չեն կարողանում համագործակցության մեջ մտնել եւ 1-2 այցից հետո երեխան դառնում է հասանելի, այո, հասանելի ճակերտներով արձագանքող դեպքեր եմ ունեցել, երբ ծնողն ինքը, մայրիկն ինքը ասել է, ես ձեզ խանդում եմ իմ բալիկի հանդեպ, որովհետեւ նա ձեզ ավելի է սիրում, քան ինձ երբևէ։ Իհարկե, ունեցել եմ դեպքեր նույնիսկ չեն բերել, հետո խոստովանել են, որ այդ պատճառով է, որ չեն գալիս պարապում որովհետև խանդում են իմ հանդեպ երեխայի սերը եւ իդեպ երեխաները շատ զգայուն են եւ իրենք այդ փոխհամագործակցության դաշտի մեջ հայտնվելով երբեք քեզ չեն մոռանում իսկ դա իմ համար ամենակարևոր ներդրումն է այս ոլորտում որ ես մի փոքր իմ մասնիկը ներդնում եմ ինչ որ փոքրիկի մեջ ով որ դրա հիմքի վրա մեծանում եւ հետո ինչ որ մի օր գալիս է ինձ պատմում դրա մասին շատ հետաքրքիր Այսինքն այսպես ասենք, եթե 16-17 տարի է դուք աշխատում եք, ուրեմն այդպես կարող են լինել արդեն 20 տարեկան, կամ 20-ին մոտ, այդ շփումը, այդ կապը, պահպանում են ձեզ պահպանում են, այո, գալիս են, զանգահարում են, միշտ իմ տարեդարձի հիշում զանգահարում են, շնորհավորում են, նույնիսկ ես ինքս եմ ապշում այն հաջողություններով, որոնք որ գրանցում են այս երեխաները, ունենք շախմատի չեմպիոններ, երաժշտագետներ, նկարիչներ, լավ հաջողություններ գրանցած բալիկներ եւ ամենամեծ հաջողությունը, որ իրենց հասակակիցների շրջապատում են, ինտեգրված են եւ սոցիալական միջավայրում են։ Այո։ Այ հենց այդ հաջորդ հարցը դրան էր վերաբերում, Քրիստինա, լոգոպեդական վաղ միջամտությունը արդյոք նպաստում է, մենք այսօր շատ ենք խոսում կրթության ներառականության մասին, արդյոք այդ վաղ միջամտությունը լոգոպեդական նպաստում է ներառականությանը եւ կրթության հավասար իրավունքին, որը ամենակարևոր եւ ինչպես է օգնում։ Շնորհակալ եմ հարցի համար, որովհետև շատ արդի թեմա է հիմա այսօր, երբ որ դպրոցներում համընդհանուր ներառականություն է եւ շատ զանգեր եմ ստանում մանկավարժներից եւ մեր մյուս գոլեգաներից, ովքեր որ առնչություն չեն ունեցել հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատանքի եւ հիմա փաստացի իրենք առնչվում են այս հարցի հետ եւ սիրով օգտակար լինելու համար միշտ աջակցում ենք, ես էլ գոլեգաներս որովհետև միայն լոգոպեդական մասը չի այստեղ թիմային աշխատանքն է, հոգեբան, ֆիզիոթերապիստ, էրգոթերապիստ, լոգոպեդ, հատուկ մանկավար, թիմային աշխատանք, որը որ կերտում է երեխային այնպիսին, որ ի վիճակի լինի երեխան դպրոցում արդեն
մանկավարժի միջամտության արձագանքի լիարժեք, ինքը չկոմպլեքսավորվի այո, եւ դասապրոցեսին ներկա լինի, ակադեմիական գիտելիքներ ստանալու process-ին ներգրավվի։ Հետևաբար, ինչքան վաղ ենք սկսում գործընթացը զարգացման, այնքան բաց թողումները, որոնք որ կարող են լինել, ավելի քիչ են լինում։ Իհարկե, պայմանավորված երեխայի պոտենցիալ ունակություններով մի շարք բալիկներ ունենք, որ հաղթահարել են այդ բոլոր դժվարությունները եւ լիիրավ իրենց տարիքին համապատասխան չափորոշիչներով գնացել են դպրոց, նույնիսկ չկասկածելով, որ մանկավարժի կողմից ունեցել են, այո, նման դժվարություններ, իսկ կա դեպքեր, որ սպասում են, դիմում են 5 տարեկանում, օրինակ երբեմն ունենում եմ էլի նման Կներեք, Քրիստինա, ինձ թվում է նույնիսկ կարող է լինել միայն դպրոց տանելուց հետո ծնողները նոր գլխին կնեն կամ հասկանան, որ իրենց երեխան խնդիր ունի։ Այո, հենց դա է ասում, զանգահարում ասում են 5 տարեկան է երեխան, դեռ չի խոսում, մյուս տարի դպրոց պետք է գնանք, ինչպես նախապատրաստենք երեխային դպրոց գնալուն։ Այ դա արդեն այդ բաց թողած շրջանն է, հա, որովհետև ուզենք թե չուզենք, գրքումս էլ եմ ներառել այդ հատվածը, որ մի քիչ մենտալիտետային խնդիր ունենք մենք մեր հասարակության մեջ, որ տղա երեխա է 3 տարեկանից հետո է խոսելու, պետք չի ահազանգել, պետք չի դիմել մասնագետին, այս ինչի այն ինչն էլ էր այդպես, հետո խոսեց, մի գլոբալացրեք, խնդրի մի վերածեք։ Չենք բացառում, որ այդպես կարող է լինել նաև առողջ երեխայի, չէ՞։ Այո, միանշանակ, դա դեպքեր են, որոնք ասենք հանուն երեխայի պետք է վստահ լինել, որ Այո, ուղղակի այս պարագայում, այսօրվա մեր դարի ծառացած խնդիրների պարագայում, երբ որ 36-ից մեկը արդեն սպեկտրի մեջ է, հա, ախտորոշում։ Ես այդ մասին եմ մի քիչ վիճակագրական տվյալներ եմ ուզում, եթե կան, Քրիստինա, ասենք մեր հանրապետությունում, հա, ինչ քանակի են, ինչ վիճակագրական տվյալներ ունենք եւ ինչպիսին է իրավիճակը այլ երկրների հետ համեմատած այդ իմաստով։ Երբ ես իմ մատենախոսությունն էի պատրաստում ներկայացնել 2022-23 թվականի վիճակագրությունը ավելի փոքր էր, 100-ից 1-ն էր երեխաներից աշխարհի մակարդակով, իդեպ աշխարհում էլ առանձնակի Ամերիկայի դերն է, որովհետև ավելի մեծ ներազդեցություն ներդրում ունեն այս ոլորտում իրենք եւ հետազոտություններ շատ ունեն իրենք արված, այնտեղ մի փոքր թիվը ավելի ցածր էր 100-ից, բայց այսօրվա պարագայով 36-ը, որ 36 երեխայից մեկը Ամերիկայի տվյալներով է էլի, արդեն տարածվում է նաեւ աշխարհում, իրենց երկրում 36-1, ինչը որ արդեն տարածվում է աշխարհի մասշտաբով, իդեպ ԽՍՀՄ երկրների շրջանակներում, երբ այն ժամանակ ես նայում էի հետազոտությունները, գրեթե չէր զիջում, ինչ արկա տվյալներ ունեինք։ Հայաստանում իդեպ դեռ ամբողջական վիճակագրություն չունենք ցավոք, բայց ես ինքս փորձեցի իմ պրակտիկ շրջանակներում պրակտիկայի հավաքել որոշակի ինֆորմացիա եւ 2007-ից 18 թվականների վիճակագրական 10 տարվա տվյալ հավաքագրեցի հավաստի աղբյուրներից, որտեղ որ ախտորոշվում էին բալիկները, գրանցում ունեն եւ այլն, այդ հավաստի տվյալներով մենք ունեցանք պատկեր, որտեղ նշվում էր, որ 10 տարվա ընթացքում 4 անգամ աճ էր գրանցվում։ Հետևաբար կարելի է զուգահեռ տանել, որ այդ պատկերը նաեւ Հայաստանի վրա է տարածվում։ Ամփոփիչ կարող եմ ասել, ոչ թե 36-1-ի հարաբերակցությունն է, միգուցե 100-ից 1-ը Հայաստանում, եթե այդպես նայենք, ինչպես ամբողջ աշխարհում են ընդհանրացված թիվ, որպես այդպեսին ընդունում, դա եւս շատ մեծ թիվ է։ Շատ մեծ, հետեւաբար այս պարագայում ոչ մեկ այսպես ասած ապահովագրված չէ, որ կարող է առնչություն ունենալ այս խնդրի հետ եւ պետք չի խուսափել, ինչքան վաղ, այնքան լավ, այսպես ասեմ, որովհետեւ լինում են սիմպտոմներ, դժվարություններ, որոնք վաղ միջամտության շրջանակներում հաղթահարվում են եւ երեխան դուրս է գալիս այդ սպեկտր ասված ախտորոշման բազայից էլ նույնիսկ։ Դրա համար մինչև 5 տարեկանը առավել եւս պետք է զգոն շտապ լինել եւ չխուսափել մասնագիտական միջամտությունից։
բայց նաև ճիշտ մասնագետների մոտ դիմել, որովհետև ցավով կարող եմ ասել, որ մոդայի է վերածվում, այդ բառը հաճ է իհարկե այս ոլորտում կիրառելը, բայց ինչու է մոդայի վերածվում։ Քանի որ շատ պահանջարկ ունեցող արդեն մասնագիտություն է, շատ մարդիկ որոշում են շտկել խոսքային խնդիրներ, աուտիզմով զբաղվել եւ աշկերտ շինելու տեղ ուկտել են անում կամ հակառակը ունքը շինելու տեղ աշտեն անում համենայն դեպս գրքումս կա վիճակագրություն, որտեղ որ մասնագետները իրենք են խոստովանում, որ կոնկրետ մի քանի մեթոդի են տիրապետում կամ տվյալ մեթոդներին չեն տիրապետում կամ ընդհանրապես արդյունավետ չեն համարում այս երեխաների հետ Այդ աշխատանքը։ մասնագետները, ես հիմա հաջորդ հարցին եմ գալիս Քրիստինա, այդ մասնագետները բժիշկներ են թե մանկավարժներ։ Գիտեք, այսպես է, ես որքան հասկանում եմ, հա, լոգոպեդիան եւ առողջապահ եւ բժշկական, հա, հասկացությունն է եւ մանկավարժական։ Հիմա դուք ձեզ ավելի շատ, քան որ պրակտիկ աշխատում եք, դուք ձեզ ավելի շատ բժիշկ լոգոպեդ եք զգում։ Գիտեմ, որ մանկավարժական համալսարան եք ավարտել, այնտեղ եք պաշտպանել։ Ավելի շատ բժիշկ լոգոպեդ եք ձեզ զգում, թե ավելի շատ այդպես մանկավարժ լոգոպեդ։ Իդեպ շատ ճիշտ հարցադրում էր, մեր երկրում մանկավարժական բուհն է թողարկում, հա, լոգոպեդներից եւ շատ լավ է, որովհետեւ մանկավարժական գործընթացն է, որ փոխում է երեխային, հա, այդ վաղ տարիքից ու հենց այդ դա բժիշկը չէ։ Բժիշկը չէ տվյալ պարագայում, բայց բժշկա մանկավարժական այս ոլորտը այո, հար բժշկական է սա համարվում, ինչու, որովհետեւ եթե մենք չտիրապետենք երեխայի զարգացման ֆիզիոլոգիական մեխանիզմներին, չտիրապետենք երեխայի առողջական եւ կենսաբանական հիմքերին, մենք չենք կարող այդ մանկավարժական գործիքները ճիշտ եւ ուղղորդված կիրառել, ինչը հենց նախորդ պատասխանից ցավալի պատկերը կարող է բերել։ Խաղում ենք երեխայի հետ նախադասությամբ։ Իրականում մենք էլ ենք խաղում երեխայի հետ, որովհետև խաղը երեխայի առաջնային գործունեությունն է, բայց խաղը իր կանոններով պետք է խաղալ։ Ամեն տարիքում իր խաղի ձևը կա, յուրաքանչյուր երեխա իր տարիքային առանձնահատկությունները ունի բնորոշ եւ գրքում ունեմ հավելվածում առանձնացված 0-ից մինչեւ 6 տարեկան, ինչպես պիտի խաղա երեխան, ինչ պետք է հասցնի սովորել երեխան, որ փուլում որն է, որ շատ կարեւոր է, որ պետք է բաց չթողի եւ շատ անգամ երբ որ երեխան այս ոլորտի դժվարություններ ունի հաճախ տարբեր հետաքրքրությունների շրջանակ ունենալով կարող է իր տարիքայինից ավելի բարձր տարիքային հետաքրքրություններով տարվի, օրինակ ցանկանա լեզուներ սովորել, թվաբանություն սովորել, այնինչ երբ 3 տարեկանում պարզ սոցիալական հաղորդակցման նորմերին դեռ չի տիրապետում կամ բառերը սակավ են նախադասություն կազմելու եւ հաղորդակցման մեջ մտնելու համար եւ դա ոգեվորի մասնագետին կամ ծնողին եւ այդ բազան երեխային հետաքրքրող բազան ծավալը հավաքեմ երեխայի ուղեղում եւ դա մեթոդական միջամտություն չէ համենայն դեպս։ Կուզեմ ավելացնել, որ ես այժմ աշխատում եմ Connect վաղ միջամտության կենտրոնում, որը գոլեգայիս հետ համահիմնադրեցինք, այսպես ասած, վարքային վերլուծաբան հոգեբան Լիլիթ Մազմանյանի հետ, նպատակ ունենալով, որ այդ վաղ միջամտության բաց թողած հատվածը ինչ որ ձևով մենք լրացնենք մեր երկրում եւ այդ թիմային աշխատանքի գաղափարը եւ վաղ միջամտության ծնողավարության այս կոնցեպտը ներդնելով էլի ուզում եմ կոչ անել մեր հանրույթին, հասարակությանը, ծնողներին մի կորցրեք երեխայի վաղ ամենակարևոր շրջանը օգնելու շանսը եւ դիմեք նեղ մասնագիտական միջամտության տալով, որ հրաշքներ լինում են, այո։ Մենք հրաշագործներ չենք, բայց մեր իմացած ինֆորմացիայի, գիտելիքի, փորձառության շրջանակներում անում ենք ամեն ինչ, որ փոխվի երեխայի կյանքը, դեպի լավ, դեպի պայծառ ապագա։ Քրիստինա, շնորհակալ եմ, որ ժամանակ թակ եկաք եւ այս կարեւոր զրույցը ունեցանք եւ ավելի շատ շնորհակալ եմ ձեր գործունեության համար, ձեզ հաջողություններ եմ մաղթում։ Անչափ շնորհակալ եմ հաճելի զրույցի համար։ Իսկ մենք շարունակենք տաղավարի եթերում քննարկել մեր կրթության եւ գիտության խնդիրները ամենատարբեր դիտանկյուններից։